Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Կպատասխան եք հարցին։ Որն է պատասխանը։ Տաբալելու բա։ Էսպայի դրությամբ ընդդիմությունը հաղթել է եւ ընդդիմությունը, այսինքն Գյումրին ունի քաղաքապետ։ Հիմա տաբալելը ամեն անգամ է կարելի է տաբալել այսպես ընտրություններ լինի, իշխանության համար ոչ ցանկալի մարդիկ ընտրվեն, տաբալեն, նոր ընտրություններ լինի, Դե էսպայի դրությամբ շահագրգռվածը որն է ժողովուրդ ջան, ընտրությունը եղել է, այսօր Գյումրին ունի քաղաքապետ, որի դեմ բնականաբար փորձում են այնպես անեն, որ այդ քաղաքապետի դիմաց փակեն։ Հնարավոր է ձեր խմբակցությունից էլի ավականո անդամներ եւ ճնշումներ նմանատիպ կասկածներ իմ թիմի հետ կապված չունեն, բայց որ պրոցեսները արդեն երևույթը պարզ է, որ ամեն ինչ անում են, որ այս պրոցեսները շարունակվի ու ամեն ինչ անելու են, որպեսզի Գյումրիում պրավալ կնա ամեն ինչը, դա հասկանալի է, զավթեն իշխանությունը վերցնեն, արդեն պարզ երևում է, քանի որ բոլոր առումներով մենք նայել ենք, որ բոլոր առումներով քաղաքապետի կազմած արձանագրությունը հետ անել չի լինելու, այդ մարդը արդեն այդ մանդատը չունի, թե այսօր տարածքային ընտրական հանձնաժողով, իդեպ Արթուր Վանեցյանը մի քանի օր առաջ զանգահարել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, ով հավաստիացրել էր, որ պետք չի քաղաքական շարժումներ լինի, ամսի 5-ին մենք նիստ կունենանք, ամսի 5-ի նիստով ձեր համապատասխան մանդատը մենք կփոխանցենք ձեզ։ Վահագն Հովագիմյանը, Վանեցյան Արթուրը մի քանի անգամ նորից զանգահարել են նիստի ընթացքում, որ փորձում են բոյկոտել պրավալ տան նիստը, չի պատասխանել, այսօր էլ չգիտեմ երևի, այսօր էլ չեն պատասխանել ու արդյունքում, բայց նիստը ասել են ժամը 6-ին է լինելու, ոնց է ժամը 6-ին է։ Դեն է, ունենք ինչ-որ ունենք, ժողովուրդ ջան, մեր երկրում օրենքը էս է, օրենքի գերակայությունը էս է, իրանք օրենքը այսպես են պատկերացնում, օրենքը խախտել, ոտնահարել, մարդու իրավունքը ոտնահարել, Իրանից հետո եկող մանդատ ստացողի իրավունքը, ընտրվելու իրավունքը ոտնահարել, որի արդյունքում իրանք կարողանան եւս մեկ մանդատ հաղթել։